Հունգարիայում ավարտվեց ավելի քան 1.5 տասնամյակ տևած քաղաքական շրջափուլը։ 16 տարի անընդմեջ իշխանության ղեկին գտնվող Վիկտոր Օրբանը պարտվեց խորհրդարանական ընտրություններում զիջելով ընդդիմությանը։ Օրբանը ձգտում էր ձեռք բերել 5-րդ հաջորդական մանդատը 2010 թվականից ղեկավարելով Հունգարիան եւ առաջ տանելով իր կողմից ձևակերպված ոչ լիբերալ ժողովրդավարության մոդելը, որը քննադատների գնահատմամբ հանգեցրել է իշխանության կենտրոնացման, դատարանների անկախության թուլացման եւ մեդիայի վերահսկման։ Վերջին տարիներին Եվրամիության կառույցները եւ արևմտյան դիտորդները հաճախ կասկածի տակ էին դնում Հունգարիայի ժողովրդավարական չափանիշները, նշելով, որ երկիրը հեռանում է ժողովրդավարական ստանդարտներից։ Օրբանը բավական քաղաքացիական նաև ազատություններն էր սահմանափակում, կային նաև տվյալներ, մեղադրանքներ Օրբանի կուսակցությանը հասցեին, նրանց հիմնական էլեկտորատը այսպես շրջաններն էին, ոչ խոշոր քաղաքներն են եւ այդտեղ ինչ որ մեղադրում են մարդկանց վրա ճնշում գործադրելու մեջ, ուղղորդումների մեջ եւ այլն։ Միևնույն ժամանակ Օրբանը դարձել էր գլոբալ աջակողմյան քաղաքականության առանցքային դեմքերից մեկը, պահպանելով սերտ կապեր թե Դոնալդ Թրամփի, թե Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա նախընտրական քարոզարշավը կառուցված էր նաև Ուկրաինայի պատերազմի շուրջ։ Նա կոշտ քննադատում էր Զելենսկիին եւ խոսում էր Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման օգտին։ Հաշվի առնելով, որ Հունգարիան Եվրամիության անդամ է եւ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաեւ Օրբանը փաստացի վարում էր այդ կառույցների ընդհանուր քաղաքական գծին դեմ քաղաքականություն եւ նույնիսկ կոնֆլիկտ էր ձևավորվել այդ իմաստով։ Հիմա բնական է, որ կփոխվի նաեւ այդ փոխհարաբերությունը։ Ինչ տրամաբանությամբ սա իհարկե հարց է։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ընտրություններից դեռ օրեր առաջ էր ժամանել Հունգարիա նպատակ ունենալով աջակցել ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանի նախընտրական քարոզարշավին։ Սակայն լարված եւ սկանդալային քարոզարշավից հետո ընտրությունների արդյունքները փաստեցին. Հունգարիան կանգնած է նոր քաղաքական իրականության առջև։ Օրբանի հիմնական մրցակիցը Պետեր Մաջարն էր, որը ղեկավարում էր Տիզզա կուսակցությունը։ Մաջարը 45 տարեկան է, միջև քաղաքականություն մտնելը Օրբանի ջատագովներից մեկն էր։ Մաջարը, այսինքն ընդդիմության առաջնորդը, նաև մինչև 2024 թվականը հենց ինքը իշխանության մաս էր եւ իշխանությունից դուրս էր եկել այն պատճառաբանությամբ կամ այն հիմնավորումով, որ դա կոռումպացված համակարգ է եւ ինքը համակարգը ներսից շատ լավ գիտի եւ ահա այդ տրամաբանությամբ ինքը փաստացի աստիճանաբար ստանձնեց ընդդիմության առաջնորդությունը։ Այս ընտրություններում Մաջարը հասարակությանը կանգնեցրեց կտրուկ ընտրության առջև՝ արևելք կամ արևմուտք, քարոզչություն կամ ճշմարտություն, կոռուպցիա կամ մաքուր իշխանություն։ Տասնամյակներ շարունակ երկրի քաղաքական օրակարգը թելադրած Օրբանը արդեն ընդունել է պարտությունը, այն անվանելով հստակ եւ ցավոտ։ Հաղթանակած Տիզզա կուսակցությունը Պետեր Մաջարի գլխավորությամբ խորհրդարանում կստանա 199 մանդատից 138-ը, ինչն էլ բավարար է սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար։ Օրբանը Բուդապեշտում դիմելով իր կողմնակիցներին ասել էր, որ իր կուսակցությունը Ֆիդեսը այսուհետև հանդես կգա որպես ընդդիմություն։ Այնպես չի, որ նոր եկած իշխանությունը արտաքին քաղաքական խնդիրների հետ առնչություն չի ունենալու։ Ունենալու է եւ իրենք արդեն դիրքորոշում հայտնել են, օրինակ գրեթե նույն դիրքորոշում ունեն ինչ որ Օրբանը Ուկրաինայի հետ կապված հարցերում եւ նաեւ նշել են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված ինչ որ փոփոխություններ կլինեն, բայց ռուսական գործոնի հանգամանքը հաշվի չառնել անհնար է։ Հայաստանն այս երկրի հետ հարաբերություններում հիշողության ծանր բեռ ունի։ 2012 թվականին Բուդապեշտի ամենավիճահարույց որոշումներից մեկը ցնցեց Երևանը։ Խոսքը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին է։ Թեպետ տարիներ անց կապերը վերականգնվեցին, վստահության ճգնաժամը լիովին չի հաղթահարվել։ Այս ֆոնին Հունգարիայում տեղի ունեցած իշխանափոխությունը կարող է բացել նոր էջ։ Հունգարիան նաև թուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ է եւ այստեղ օրինակ Հայաստանի համար գուցե ավելի էական հանգամանք կլինի, թե արդյոք այս կազմակերպության հետ փոխհարաբերությունում Հունգարիան կունենա որոշակի վարքագծային փոփոխություն, որովհետեւ գիտենք Օրբանը շատ սերտ գործընկեր էր այդ կազմակերպության համար, Օրբանը մեծ հաշվով Ալիևի հետ, այսպես ասենք, գործընկեր էր ոչ միայն քաղաքական, այլ նաև բիզնես իմաստով։
Հայաստանում եւս խորհրդարանական ընտրությանն ընդառաջ խոսվում է Արևմուտքի եւ Ռուսաստանի, մասնավորապես Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության, տարբեր ուժային կենտրոնների հետ հարաբերությունները հավասարակշռելու մասին։ Այս տեսանկյունից Բուդապեշտում տեղի ունեցած փոփոխությունը կարող է դիտարկվել որպես օրինակ, թե ինչպես է հասարակությունը արձագանքում արտաքին քաղաքականության ուղղության շուրջ ձևավորված ներքին հակասություններին։ Նոր իշխանությունները, որոնք խոստանում են ավելի թափանցիկ եւ եվրոպական արժեքներին մոտ քաղաքականություն, կարող են փորձել վերականգնել վստահությունը գործընկեր երկրների հետ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը արդեն արձագանքել է, հայտարարելով, որ Եվրոպայի սիրտն այսօր ավելի ուժեղ է բաբախում Հունգարիայում։